Աստղագետ ֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր թարգմանիչ գրականագետ բանասիրական գիտությունների դոկտոր Համազազբ Համբարձումյանի մահից հետո նրա անձնական գրադարանը 1965 թվականին նվիրաբերվեց հիմնարար գիտական գրադարանին։ 6 տասնամյակ անց գրադարանի եւ բարերարների աջակցությամբ վերականգնվել է պրոֆեսոր Համբարձումյանի աշխատասենյակը։ Կարողացանք այս հուշասենյակը ամբողջությամբ վերանորոգել եւ գույքը դասավորել ճիշտ այնպես, ինչպես նախընտրել էին հենց իր ժառանգները։ Եվ կարծում եմ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր նմուշը այդ ժամանակաշրջանի մտավոր կյանքը, այդ ժամանակաշրջանի մտավորականի կենցաղը ներկայացնող լավագույն նմուշն է, եւ այսուհետ մենք հնարավորություն կունենանք անցյալի այդ ժառանգությունը ներկայացնել ապագա սերունդներին։ Վիկտոր Համբարձումյանի թորնուհին ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի դուստրն անկեղծանում է։ Մեծ պապին չի տեսել, բայց ուրախ է, որ կա այս հուշասենյակը, որտեղ բոլորը կարող են ծանոթանալ իր արմատներին, իր ընտանիքի պատմությանը։ Անչափ ուրախ եմ, որ կարողացա այցելել այսպիսի նշանակալի իրադարձություն եւ տեսնել Համազազբ Համբարձումյանի հավաքածուն գեղեցիկ դասավորված եւ նոր սրահում։ Մեծ սեր է ունեցել դեպի գեղեցիկը, դեպի գիտությունը եւ միշտ փորձել է Հայաստան բերել այն ամենը, ինչ գտել է գեղեցիկ եւ կարեւոր։ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի խոսքով Համբարձումյանի հուշասենյակը ոչ միայն կհիշեցնի մեծ գիտնականի ու նրա գործունեության մասին, այլև հնարավորություն կտա գիտական հանրությանը ծանոթանալու եւ ուսումնասիրելու նրա հարուստ ժառանգությունը։ Ծառայելու է որպես ցուցասրահ, այսինքն մինչ այս եթե ցանկություն հայտնողները շատ են, բայց մենք հնարավորություն չունենք ցուցադրելու, այսօր արդեն դռները բացում ենք եւ հյուրընկալ ենք եւ ընդունում ենք բոլորին, ով ցանկություն կունենա այցելելու։ Իհարկե գրականությունը դուրս չի տրվում միանշանակ, որտեղ ինչպես տեսնում եք, այստեղ շատ արժեքավոր նյութեր կան եւ այս սենյակում գտնվում է միայն ժառանգության մի փոքր հատվածը, որտեղ մեծ մասը այլտեղ ենք պահում։ Միանշանակ կարող են գալ, վերցնել, ընթերցել, ուսումնասիրել։ Իդեպ Համազազբ Համբարձումյանի գրապահոցի հանրայնացմամբ հիմնարար գիտական գրադարանը նաև մեկնարկում է ազգային գրադարանային շաբաթը։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։